Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ Մարդու պապիլոմավիրուսը սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վիրուսներից է, որը հայտնի է իր բարձր օնկոգենությամբ։ Բարև ձեզ։ Ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք թեմաներից, որոնք մարդիկ կամ ամաչում են բարձրաձայնել, կամ չգիտեն ում դիմել։ Իսկ այսօրվա իմ հյուրն է այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկավեներաբան, ՄԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Կարեն Վարդանյանը։ Բարև ձեզ դոկտոր ջան։ Ողջույն Լուսինե ջան։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր մենք խոսելու ենք, ինչպես արդեն հասկացաք, մարդու պապիլոմավիրուսի մասին, որովհետև մարդկանց մոտ պատկերացումները եւ վիրուսի հետ կապված, եւ բուժման, եւ ընթացքի հետ կապված շատ, այսպես ասենք, լղոզ են, եւ ես ուզում եմ, որ այսօր մենք մանրամասն քննարկենք ամեն ինչ։ Բարի, խնդրեմ, ես պատրաստ եմ։ Ինչպես գիտենք, մարդու պապիլոմավիրուսը ունի բազմաթիվ տեսակներ, որոնցից մի մասը ունի ուռուցքածին, ազդեցություն, եւ ես կցանկանայի խոսենք հենց հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող տեսակների մասին, որոնք են դրանք եւ ինչ կլինիկական դրսեւորումներով են, սկզբում ի հայտ գալիս։ Եթե մի փոքր ավելի սկզբից գանք, իհարկե մարդու պապիլոմավիրուսը երևի թե մուլտիդիսցիպլինարության առումով ամենալայն մասնագիտություններ ընդգրկող հիվանդությունների խումբն է, որովհետև թե մաշկային դրսևորումները, թե լոր պաթոլոգիաները, թե դիմացանոթային պաթոլոգիաները, այսինքն իրենց դրսևորումները այնքան շատ են, որ ընդգրկում են բժշկության եւ առողջապահության գրեթե բոլոր ոլորտները։ Ներկայում գրականությամբ նշում են ավելի քան 200 շրջատիպերի մասին, որոնցից մի մասը իհարկե խիստ օնկոգեն են։ Ներկայում առանձնացնում են շուրջ 15 շրջատիպ, որոնք որ առավել օնկոգեն են, եւ իհարկե նրանց մեջ 16 եւ 18 շրջատիպերը համարվում են ամենաօնկոգենները։ Իհարկե խոսենք ավելի շատ, ամբողջ աշխարհում է այդպես, իհարկե ավելի մեծ ուշադրություն դարձվում է հենց անոգենիտալ դրսևորումներին, հաշվի առնելով իրանց հենց այդ քաղցկեղածնության ռիսկը, որը որ առկա է։ Կլինիկական դրսևորումների մասին շատ երկար կարող ենք խոսել, մենք սովորենք, երբ որ խոսում ենք մարդու պապիլոմավիրուսի դրսևորումների մասին, ամենահաճախ դրսևորումները դիտարկել որպես սրածայր կոնզիլոմաները, բայց հավատացնում եմ ձեզ, եթե մի փոքր սենց հումորիկ ասեմ, ես կհամարեմ այս կյանքում իմ առաքելություններից մեկը իրականացված, երբ որ գոնե բժշկական հանրույթը կիրառի ավելի հաճախ անոգենիտալ գորտնուկներ տերմինը, քան սրածայր կոնզիլոմաներ, որ հանդիսանում է անոգենիտալ գորտնուկների ընդամենը մեկ կլինիկական տարատեսակը։ Մենք ունենք թե գունակային խանգարումներով ուղեկցվող, թե հանգույցային էլեմենտներով ուղեկցվող, թե սրածայր կոնզիլոմաների ձևով ուղեկցվող, եւ ցավոք սրտի նաեւ ունենք այնպիսի վիճակներ, երբ որ պարզապես վերքային մակերեսը կամ գունակային խանգարումը կարող է հուշել HPV գենեզի մասին։ Նաև մաշկային ծածկույթների վրա գորտնուկներն են համարվում մարդու պապիլոմավիրուսի տարատեսակներից։ Այո, իրականում եթե մենք 4 մեծ խմբի բաժանենք մարդու պապիլոմավիրուսի կլինիկական դրսևորումը, մենք տարբերում ենք հասարակ գորտնուկները, իհարկե ես հաշվի առնելով, որ խոսում եմ մարդու պապիլոմավիրուսին մասին տարբեր հարթակներով ու պարբերաբար 2008 թվի համեմատ այսօր կարող ենք վստահաբար ասել, որ հասարակության ճնշող մեծամասնությունը արդեն գիտի, որ գորտնուկները ունեն մարդու պապիլոմավիրուսային ծագում։ Դրանց մի տարատեսակը դրանք վուլգար կամ հասարակ գորտնուկներն են, որոնք հանդիպում են հիմնականում ձեռքերի վրա, առանձնացնում ենք տափակ գորտնուկները, որոնք որ հանդիպում են ավելի շատ երիտասարդների մոտ դեմքի վրա եւ շատ հաճախ նույնիսկ մաշկաբաններն են դժվարանում ախտորոշման մեջ, առանձնացնում ենք ափներբանային տարատեսակը, որտեղ այնտեղ շատ նման են լինում իրականում կոշտուկների եւ էլի մասնագիտական մեծ հմտություն է պահանջում դրանք տարբերակել եւ իհարկե 4-րդ ամենամեծ ու ամենաուշադրության արժանի խումբը դրանք անոգենիտալ գորտնուկներն են, որոնք որ կարող են լինել պրակտիկորեն ցանկացած տեղ։
որտեղ մենք ունենք մաշկ, ունենք լորձաթաղանթներ։ Ձեր ասացից ես հասկացա, որ ամենաբարձր օնկոգեն ռիսկով հենց անոգենիտալ մաշկախտերն են։ Նայեք, եթե մենք խոսենք առանձնացնենք հիմնականում թե իր հիմնական անոգենիտալ գործոններ առաջացնող խնդիրները, դրանք հիմնականում 6 եւ 11-րդ շրջատիպերն են, որոնք առաջացնում են անոգենիտալ գործոններ, որոնք որ համարվում են որպես այդպիսին մեր տերմինաբանությամբ բարորակ գործոններ։ Բայց վիճակագրությունը այսպիսին է, օրինակ եվրոպական երկրներում օնկոգեն շտամերից առավել հաճախ արձանագրվողը 16 եւ 18 շրջատիպերն են, որոնք պատասխանատու են ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղի, այլ նաեւ մի շարք տեղակայումների, սկսած արտաքին սեռական օրգանները թե կանանց թե տղամարդկանց մոտ, առնանդամի քաղցկեղը, առնանդամի մարմնի քաղցկեղը, ծայրային թլիպի քաղցկեղը, առնանդամի գլխիկի քաղցկեղը, անալ բացվածքի քաղցկեղը, ուղիղ աղու քաղցկեղը, բերանի խոռոչի լորձաթաղանթների կարցինոմաները, այդ թվում դրանց համար պատասխանատու են իհարկե մարդու պապիլոմա վիրուսը։ Բայց օրինակ եվրոպական երկրներում, եթե նշեցինք, որ առավել հաճախ հանդիպողը 16-18 օնկոգեն շտամերն են, ապա շատ հետաքրքիր հետազոտությամբ աֆրիկյան երկրներում առավել հաճախ արձանագրվող շրջատիպերից համարվում է 51 եւ 52-ը։ Կան իհարկե վիճակագրական շատ տարբեր ցուցանիշներ, սկսած ռասայական պատկանելությունից, օրինակ եվրոպոիդ ռասայի մոտ հանդիպում ավելի հաճախ սեռական գործոնները, սևամորդ ռասայի մոտ գերակշռում են իր մարդու պապիլոմա վիրուսի բոլոր դրսևորումները։ Կան սեռային գործոնով տարանջատված տարբեր երկրների վիճակագրություններ, կա վիճակագրություն առանձին երկրներով տղամարդկանց մոտ եւ մասնավորապես օրինակ բոլոր հարմար առիթներով ես նշում եմ, որ օրինակ այն երկրներում, որտեղ թլփատումը ընդունված է, այդ երկրներում տղամարդկանց մոտ մարդու պապիլոմա վիրուսի դրսևորումների հանդիպման հաճախությունը շատ ավելի նվազա։ Առաջին կլինիկական դրսևորումը, որ մարդ կարող է հասկանալ, որ ինքը ունի պապիլոմա վիրուս, որտեղ շատ դեպքերում միան կարող են ունենալ թաքնված ընթացք եւ անհատը որպես այդպեսին լինի կրող, բայց որևէ գանգատ չունենա։ Եթե մենք խոսենք առավել հաճախ հանդիպող կլինիկական դրսևորումների մասին, իհարկե առաջ տեղում դնելու են գործոնները, որ դեպքում պացիենտը կարող է հասկանալ լինի դա կին թե տղամարդ, որ ունի կասկածի, որ ունի մարդու պապիլոմա վիրուսային ծագման խնդիր։ Եթե մենք խոսենք ավելի լայն հասարակության համար, ապա սեռական եւ հարսեռական հատվածում ցանկացած ավել գոյացություն առաջին հերթին կարելի է դիտարկել որպես մարդու պապիլոմա վիրուսի դրսևորումներ։ Բայց իհարկե նորից նշեմ, որ միայն գործոնները չեն, որ խոսում են մարդու պապիլոմա վիրուսի մասին, օրինակ նույն Բոուենի պապուլոզը կամ Բոուենի հիվանդությունը կարող են արտահայտվել սկսած սկզբնական փուլերում գունակային փոփոխություններից մինչև անգամ վերքային մակերես, որը բացարձակ կարծես թե բնորոշ չի գործոններին։ Ինչպես արդեն նշեցինք, մարդու պապիլոմա վիրուսը առաջացնում է նաև բերանի խոռոչի քաղցկեղ, ըմպանի, այդ թվում նաև կոկորդի, բերանըմպանային հատվածի, այո։ Ու ես ուզում եմ նաև հատուկ շեշտենք, որ օրալ սեքսով զբաղվելը անվտանգ չի հատկապես այդ բարակայում, որովհետև լինում է դեպքեր, երբ որ հարցնում են ու մարդկանց մոտ կա պատկերացում, որ օրալ սեքսը ինքը անվտանգ տարբերակ է սեռավարակների համար։ Նայեք, շատ հետաքրքիր վիճակագրություն կա ու տարբեր առիթներով ես առիթ եմ ունեցել նաև համատեղ իրականացված միջոցառման շրջանակներում խոսել HPV-ի մասին, որտեղ ներգրաված էին մաշկաբաններ, լոր մասնագետներ, դիմացօնոտային վիրաբույժներ եւ ստոմատոլոգներ։ Բնականաբար առաջին տեղում կանգնած էր հենց բերանի խոռոչ, բերանըմպանային հատվածի ախտահարումները եւ շատ հետաքրքիր տարբեր վիճակագրական ուսումնասիրության արդյունքներ գտա։ Զարմանալիորեն տղամարդկանց թվում է, որ իրանք ավելի պաշտպանված են այդ առումով, բայց հետաքրքիր ու մի քանի հետազոտություններ էին դա փաստում, որ տղամարդկանց մոտ բերանըմպանային ախտահարման հանդիպման հաճախությունը շուրջ 3 անգամ ավելի բարձր է, քան կանանց մոտ եւ ցավոք սրտի նաեւ չարորակացման ռիսկը շուրջ 3 անգամ ավելի բարձր է տղամարդկանց մոտ, քան կանանց մոտ։ Իհարկե, այնտեղ հիմնավորումը գնում էր, որ տղամարդկանց շրջանում թե ծխախոտի եւ
ծամելու ծխախոտ, տաբակ, տենց են կոչում, եւ նաեւ ալկոհոլի օգտագործման հանգամանքով, բայց այնուամենայնիվ թվերը ավելի քան խոսուն են։ Շուրջ 3 անգամ ավելի հաճախ հանդիպում է իր բոլոր դրսևորումները եւ 3 անգամ ավելի բարձր է չարորակացման ռիսկը։ Եթե կանանց մոտ արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման 99.7% դեպքերում հայտնաբերված է լինում HPV, տղամարդկանց մոտ առնանդամի քաղցկեղի ինչ տոկոս դեպքեր են, պայմանավորված լինում HPV-ով։ Այդ ճնշող մեծամասնությամբ տղամարդկանց մոտ հանդիպում է սեռական օրգանների շրջանում Բոուենի հիվանդությունը, որը որ համարվում է քաղցկեղ, եւ Քեյրայի էրիթրոպլազիան, որը որ եւս համարվում է քաղցկեղ։ Իհարկե կարող են կնդեղ ունենալ տարբեր խնդիրներ, որոնք կարող են վերափոխվել այլ քաղցկեղների, օրինակ Պեջետի քաղցկեղը, էքստրամամար տեղակայման, տափակ բջջային քաղցկեղ, մելանոմա, բայց ամենահաճախը տղամարդկանց մոտ արձանագրվող այդ երկու հիվանդությունները, Բոուենի հիվանդություն եւ Քեյրայի էրիթրոպլազիա, իրանց հիմնական պատճառական գործոնը դա մարդու պապիլոմա վիրուսն է։ Դեպքերի ճնշող մեծամասնությամբ 16 եւ 18-րդ շրջատիպերը։ Դոկտոր ջան, պապիլոմա վիրուսը լիարժեք բուժվում է թե ոչ։ Նայեք, բուժման անդրադարձը հետեւյալն է, իսկ ինչ ենք հասկանում մենք բուժման տակ, շատ հաճախ մեր բժշկական հանրության եւ լայն հասարակության ընկալումը բուժում ասացի տակ մի քիչ տարբեր է լինում։ Նշեմ, որ գրականության մեջ 35-ից մինչև 75% դեպքերում խոսում են անգամ ինքնալավացման մասին, ընդ որում բացարձակ նշանակություն չունի հետազոտությամբ արձանագրվել է օնկոգեն շտամ, թե ոչ օնկոգեն շտամ։ Տարբեր գրականությամբ նշում են մինչև 2 տարի ժամկետը, ընդ որում կանանց մոտ հաճախությունը ավելի բարձր է ինքնալավացման։ Բուժման տակտիկաները իրանք ուղղված են, նախ էս ասեմ ու անցնենք, փորձենք այս թեման էլ փակել, որ չկան դեղամիջոցներ, որոնք որ ազդում են բուն մարդու պապիլոմավիրուսի վրա։ Դա ասում է եւ ամերիկյան FDA կառույցը, դա ասում է մաշկավեներաբանների եվրոպական ակադեմիայի ուղեցույցները, դա ասում է ամերիկյան մաշկաբանների ասոցիացիայի ուղեցույցները 23 թվականի, 24 թվականի, որ չկան դեղամիջոցներ, թե հակավիրուսային ազդեցությամբ եւ մասնավորապես հետսովետական երկրներում շատ պոպուլյար դարձած, այսպես ասած, իմուն համակարգը խթանող տարբեր ինտերֆերոններ, որոնք որ կիրառում չունեն որևիցե ապացուցված ազդեցություն։ Մարդու պապիլոմավիրուսի բուժման տակտիկան իր դրսևորումների դեստրուկտիվ միջամտությունն է, այսինքն, եթե մենք ունենք գործնուկներ, հեռացնել դա լազերային միջամտությամբ, հեղուկ ազոտով կրիոթերապիայի միջոցով, որոշ դեպքերում ծավալային գոյացությունների դեպքում վիրաբուժական տակտիկայով, էլեկտրոկոագուլյացիոն մեթոդներով, բայց դեղորայքային բուժում չի կիրառվում։ Դեղորայքային բուժում կիրառվում է բացառապես այն դեպքերում, երբ որ մենք ունենք ապացուցված իմունոդեֆիցիտ վիճակ, օրինակ միավարակագրություն ձիահի փուլում, եւ այստեղ բուժումը տարվում է ոչ թե HPV-ի նկատմամբ, այլ զուտ ձիահի, միավի եւ ձիահի դեմ։ HPV դեպքում զույգերը ինչպես պլանավորեն հղիություն։ Սա բավական լուրջ հարց է եւ շատ են հետևորդները տալիս այսքան թե մանրամասն։ Այստեղ պետք է մի փոքր գնանք խոսենք հնարավոր բարդությունների մասին։ Ուրեմն, երբ որ ես կարդում էի զեկույց այդ միջոցառման բերանմպանային հատվածի խնդիրների բավականին լայն նյութեր ուսումնասիրեցի եւ հետաքրքիր վիճակագրական տվյալներ կար, որ բերանի խոռոչին նախկինում մենք միշտ դիտարկել ենք, որ եթե մենք ունենք բերանի խոռոչում մարդու պապիլոմավիրուսային դրսևորումներ, հիմնականում դա հանդիսանում է սեռական ճանապարհով փոխանցված։ Բայց զարմանալի հետազոտության արդյունքներ կային, որտեղ նշում են, որ սեռական կյանք չունեցող երիտասարդ անձինք, լինեն դա արական թե իգական կամ օրալ սեռական կյանք ունեցող, բայց մարդու պապիլոմավիրուսի ստատուսի առումով բացասական պարտնյոր ունեցող անձանց մոտ հայտնաբերվում է բերանի խոռոչում։ Եվ միակ կապը, որ դիտարկվում էր, իհարկե դա դեռ հիպոթետիկ մակարդակով էր, որ հնարավոր է տվյալ անհատը
ծննդաբերության ժամանակ անցնելով ախտահարված ծննդկանի ծննդաբերական ուղիներով այդ ժամանակա ձեռք բերել, որը արտահայտվել է ուշ տարիքում։ Իհարկե ամենավտանգավոր բարդություններից մեկը դա շնչառական նորածինների շնչառական պապիլոմատոզն է, որի հարուցվում է հիմնականում հարաբերական բարորակ շտամերով, այսինքն 6 եւ 11-րդ շտամերով, բայց տվյալ խնդրին ասել, որ բարորական մի քիչ հարաբերական է, որովհետեւ իրանք անընդհատ ունենում են կոկորտում ռեցիդիվներ, անընդհատ գործունքներ, նման նորածինները պարբերաբար ենթարկվում են տարբեր վիրահատական միջամտությունների, որոնք որ բերում են ձևախեղումների, բերում են ստրիկտուրաների եւ որպես վերջնական արդյունք կարող են բերել այդ երեխայի հաշմանդամության։ Դա ամենահաճախ արձանագրվողներից է եւ հետեւաբար եթե կա մարդու պապիլոմավիրուսի կլինիկական դրսևորումներ, ապա պլանավորման փուլը ցանկալի է մի փոքր հետաձգել։ То есть բուժել, ստանալ լիարժեք առողջ վիճակ, նոր պլանավորել, իսկ եթե հղիությունը այնուամենայնիվ զարգացել է, այս դեպքում կնոջ մոտ առկա են անոգենիտալ գործունքներ, ապա ցանկալի է ծննդալուծումը իրականացնել կեսարյան ճանապարհով, որպեսզի հնարավորինս կանխարգելել նորածնի եւ այդ անոգենիտալ գործունքների շփումը, որովհետեւ իրանք կարող են առաջացնել իհարկե ամենաբարդ բարդություններից մեկը դա նորածինների շնչառական պապիլոմատոզն է, բայց կարող են արտահայտել թե մաշկը, թե լորձաթաղանթները տարբեր դրսևորումներով։ Դոկտոր ջան, բավականին խնդրահարույց հարց ունենք պատվաստան նյութերի հետ կապված։ Մենք գիտենք, որ բավական շատ եվրոպական երկրներում ընդունված է որպես ազգային օրացույցում աղջիկ երեխաներին, եթե չեմ սխալվում, նախքան սեռական կյանքը սկսելը պատվաստում են։ Հայաստանում ինչ վիճակ ունենք այս թեմայի հետ կապված։ Նշեմ, որ Հայաստանում իհարկե տենց անտիվաքսեր կոչվածները, իրանք մի հատ sense շարժում են, իրանք շատ են իհարկե, բայց տենց կանոնավորված պայքարում են գրեթե բոլոր պատվաստանյութերի դեմ։ Ես նման դեպքերում միշտ մի քանի արտահայտություն եմ ասում, որ առեսօր ամբողջ բժշկական եւ առողջապահական բնագավառում, լինելով նաեւ մյուս մասնագիտությամբ առողջապահության կառավարման մասնագետ, ավելի լավ բան, քան վարակիչ կամ այլ հիվանդությունների կանխարգելումը պատվաստումն է, ավելի լավ բան դեռ չկա։ Ու եթե մենք կարող ենք կանխարգելել տարբեր հիվանդություններ, ավելի լավ բան պարզապես չկա։ Այլ հարց է, որ պատվաստումների շուրջ ինչ որ քաոս է բարձրացել, տարբեր գենետիկ հիվանդություններ կապում են պատվաստանյութերի հետ, եւ իհարկե անցում անելով դեպի մարդու պապիլոմավիրուսի պատվաստման փուլ, ասեմ, որ այո, ինքը կանխարգելում է մի շարք խնդիրներ, ընդ որում թե կանանց, թե տղամարդկանց մոտ, որովհետև զարմանալիորեն ես վերջում մի հատ զեկույց էի լսում, որտեղ խոսում էր մեր ռուս գործընկերներից մեկը, ամենաշատը կարծեմ, եթե չեմ սխալվում, մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը իրականացվել է Ավստրալիայում, ինքը խոսում էր մեր ավստրալիացի գործընկերոջ հետ, ով պատմել է, որ ներկայում իրանք ունեն խնդիր նույնիսկ իրենց ուսանողներին կամ կլինիկական օրդինատորներին չեն կարողանում կենթանի ցույց տալ մարդու պապիլոմավիրուսի դրսևորումները։ Այսինքն այնտեղ իրականացվում է թե արական, թե իքական սեռի երիտասարդ դեռահասներին, եւ այնտեղ հասել է նրան ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղի ցուցանիշներն ա նվազել, այլ անոգենիտալ հատվածի բոլոր քաղցկեղների ցուցանիշներն ա նվազել, եւ այսօր իրանք չեն կարողանում գտնել էկզեմպլյարներ, որ կարողանան ուսանողական որպես դեպքեր ցուցադրել իրենց ուսանողներին կամ կլինիկական արդյունատերներին։ Եվ շատ հաճախ եմ բնականաբար ես այդ հարցը թե իմ պացիենտներից, թե առհասարակ լայն քննարկումների, թե առցանց քննարկումների ժամանակ գրեթե միշտ նշում են նաև ինձ որպես մասնագետ, ես գործում ունի վարքագծային տնտեսագիտության օրենքներ, ես միշտ դա եմ ասում, որ չնայած Հայաստանի Հանրապետությունում որևիցե պատվաստում պարտադիր չի, Հայաստանի Հանրապետությունում առավել դա նախատեսված է դեռահաս աղջիկների համար, բայց ես ինքս պատվաստվել եմ,
որովհետև իմ մասնագիտության բերումով ես շատ եմ առնչվում մարդու պապիլոմավիրուսի հետ եւ մաշկաբանների մեջ էլ եթե հարցնեք, ասեմ, որ դա Վարդանյան Կարենի սիրած ոլորտներից մեկն է, թե զեկույցներ կարդալու առումով, թե պացիենտների, թե բարդ պացիենտների հետ աշխատելու առումով եւ գնահատելով ռիսկը, որ ես աշխատելով պացիենտների հետ կարող եմ ունենալ ինչ-որ բան, ես ինքս պատվաստվել եմ։ Եվ մեկ-մեկ տենց կիսահումոր, կիսալուրջ ասում եմ, որ դրանից հետո իմ արգանդը չի չորացել, առիթ եմ ունեցել հանձնելու նաև սերմի քննություն այլ կապակցությամբ, սերմի ցուցանիշները չեն նվազել։ Խնդիրներ չի առաջացրել։ Իհարկե այնտեղ մի քիչ այլ տերմինով ոչ թե անպտղություն, այլ չբեր բառն են օգտագործում, չբեր չեմ դառել, հա, իրանց լեքսիկոնով։ Բայց պայքարը այնուամենայնիվ դեռ շարունակվում է, մենք բժիշկներս խոսում ենք ապացուցողական գիտահեն բժշկական տվյալներից, մարդիկ խոսում են իր մեջ պարունակության ինչ-որ միզեռնի պարունակության, ինչ-որ նյութերից, որոնք որ օրինակ բենզոլի մասին, հավատացնում եմ ձեզ, որ եթե մենք հիմա ստեղից օրինակ Հանրապետության հրապարակից խցանումների ժամանակահատվածում Հանրապետության հրապարակից քայլենք օպերայի տարածք, ապա մենք շատ ավելի մեծ քանակությամբ բենզոլ կշնչենք, քան ենթադրվում է, որ չգիտեմ, այդ նյութերում առկա են այդ նյութերը։ Եվ ես իհարկե չգիտեմ, դուք որոշեք եթեր տակ թե չէ, ես տենց մի հումորիկ հասույթ ունեմ, ասում եմ բառացի կրկնեմ, Պաձեմկայում քյաբաբ կերած ժողովուրդը մտահոգվում է օրինակ արևապաշտպանի բաղադրության մեջ չնչին պարունակությամբ ինչ որ քիմիական նյութից։ Կներեք, բայց նորից պետք է նշեմ, որ ավելի լավ բան, քան պատվաստումն է, առեսօր մի շարք վարակիչ հիվանդությունների դեպքում ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, դեռ չկա։ Իսկ պատվաստանյութերը ընդգրկված են արդեն իսկ արկա HPV-ի բուժման սխեմաներում, թե ոչ։ Բազմաթիվ անգամներ այդ հարցը էլի եմ առնչվել, նույնիսկ ժամանակին դիտարկվում էր, որ պատվաստումը դիտարկել որպես բուժական մեթոդ, բայց այնուամենայնիվ թե FDA-ի, ամերիկյան, թե ամերիկյան ասոցիացիայի մաշկաբանների, թե Եվրոպական ակադեմիայի մաշկավեներաբանների կողմից դեռ միտքը հնչում է հետևյալ ձևով, որ բուժական մեթոդները դրանք դեստրուկտիվ միջամտություններն են իրականացվող բժշկի կողմից, դեստրուկտիվ միջամտության հատկանիշներ ունեցող տեղային օգտագործման դեղամիջոցները եւ կանխարգելման լավագույն մեթոդը դա պատվաստանյութերն է։ Որպես բուժական տակտիկայի օգտագործում միգուցե որոշ, բայց ոչ շատ մեծածավալ հոդվածներ, որոնք որ չեն կարող լինել որոշիչ, կան, բայց դեռ ոչ ուղեցույցային, գործելակարգային մակարդակին։ Դոկտոր ջան, եթե անհատ ունի կասկած, որ ունի HPV, ինչ հետազոտություններ խորհուրդ կտաք, որ հանձնի։ Ցավոք սրտի հայկական իրականության մեջ մենք առնչվում ենք մի մեծ խնդրի։ Եթե գանգատ հայտնողը տղամարդ է, անկախ նրանից ինչ սեռական կողմնորոշում ունի, որտեղ է իր մոտ տեղակայված գանգատները, տղամարդկանց նմուշարումը իրականացվում է ճնշող մեծամասնությամբ միզուկից։ Կանանց դեպքում, անկախ էլի սեռական նախասիրություններից, սեռական հարաբերության կամ կյանքի նախասիրություններից, իրականացնում է արգանդի պարանոցից։ Հիմա շատ հետաքրքիր վիճակագրություն, մարդու պապիլոմավիրուսային դրսևորումները տղամարդկանց մոտ միզուկում տեղակայվում են ընդամենը 7% դեպքերում։ Շատ կանայք դիմում են մեզ արտաքին սեռական օրգանների շրջանում անոգենիտալ գործոններով, երբ որ մենք խոսում ենք, ասում է դոկտոր ջան, կներեք, խնդրեմ իմ հետազոտության արդյունքը ես բացասական եմ։ Իրականացված ՊՇՌ մեթոդով Երբ որ հարց ու փորձ ես անում, պարզվում է, որ նմուշարումը իրականացված արգանդի պարանոցից, այնինչ մենք ունենք մեծ օրինակ սեռական շրթերի շրջանում կամ անոգենիտալ հատվածում, տղամարդիկ առնանդամի գլխիկի ծայրային թլիպի ախտարումով, ամորձապարգի մաշկի ախտարումով, ցալքի շրջանի ախտարումով, խնդրեմ իմ պատասխանը, որ ես բացասական եմ։ Հետևաբար շատ կարևոր է հասկանալ, որ նմուշարումը պետք է արվի այն տեղից, որտեղ որ ունենք գործոններ։ Բնականաբար, եթե կնոջ մոտ առկա է արտաքին սեռական օրգաններին պարանոցից վերցնենք, կարա եւ չլինի։
Իհարկե իրականացվում է ամենալայն շրջատիպերով, Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա ամենալայն ընդգրկուն շրջատիպերով տարբերակը ՊՇՌ հետազոտության ընդգրկում է 24 շտամ։ Ես բարբերաբար առիթ եմ ունեցել ամենատարբեր տեղակայումներից, այդ թվում նաև բերանի խոռոչից ստուգելու։ Եվ այս կարևորագույն հանգամանքը մանավանդ մեր այն գործընկերներին, ովքեր որ զբաղվում են նման խնդիրներով, մանրամասն հարց ու փորձ արեք թե սեռական նախասիրությունների, թե սեռական հարաբերության տեսակի եւ թե կլինիկական դրսևորումների տեղակայման մասով։ Օրինակ, եթե տղամարդ է, բայց ինքը ունի այլ սեռական կողմնորոշում, միգուցե պետքա հետազոտության նմուշը վերցնել պերիանալ զոնայից կամ օրինակ բերանի խոռոչից, որտեղ որ առկա են այդ կասկածելի գոյացությունները։ Այսինքն ոչ բոլոր դեպքերում է լինում, որ PCR մեթոդը սեռական օրգաններից վերցրած նմուշի դեպքում ցույց է տալիս պապիլոմավիրուսի առկայությունը։ Նայեք, օրինակ, եթե կնոջ մոտ առկայած հալքի շրջան կամ մեծ սեռական շրթունքների վրա գործունքներ, բնականաբար եթե մենք նմուշարումը անենք պարանոցից արգանդի, կարա լինի բացասական կամ նույն հաջողությամբ տղամարդու մոտ առկա առնանդամի գլխիկի ու ծայրային թլիպի վրա գործունքներ, մենք նմուշարումը անենք միզուկից, կարա լինի արդյունքը բացասական։ Այսինքն պացիենտը պետք է դիմի բժշկի, մանրամասն անամնեզ հավաքելուց հետո նոր համապատասխան հետազոտություն նշանակվի։ Ես կարծում եմ, որ ոչ միայն անամնեստիկ տվյալների հավաքագրումը, այլ նաև պացիենտի զննությունը տարբեր առիթներով առիթ եմ ունեցել զեկույցներով հանդես գալ նաև մեր գինեկոլոգ գործընկերների համար, ամենայն անկեղծությամբ հարց եմ տվել, դուք բացի արտաքին եւ ներքին սեռական օրգանները կանան, նայում եք օրինակ պերիանալ զոնա, մի տեսակ այդ այն զոնան է, որ կարծես թե բոլորինս է, բայց ոչ մեկ չի սիրում, բացի պրակտոլոգներից դրանով զբաղվել, զարմանալի է, բայց շատ հազվագյուտ գինեկոլոգ է, որ նայում է պերիանալ զոնա։ Ես ունեցել եմ երիտասարդ պացիենտ, կին պացիենտ, կույս պացիենտ, ով որ չէր ունեցել վագինալ սեռական հարաբերություն, բայց ունեցել էր անալ սեռական հարաբերություն եւ գործունքներ ունեինք պերիանալ զոնայում։ Նմուշարվել էր արգանդի պարանոցից, հա, ակուսաթաղանթի անցքի միջոցով նմուշարվել էր արգանդի պարանոցից բացասական արդյունքով։ Ու երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, գիտեք, հարգելիս ձեր այդ խնդիրը, որ առկա է դա մարդու պապիլոմավիրուսն է, դա պրոստը ցույց է տալիս, որ ես գինեկոլոգի մոտ եղել եմ, ինձ նմուշարել են, ես բացասական եմ։ Եվ շատ հաճախ նույն պատկերը ունենում ենք տղամարդկանց մոտ, երբ որ մենք ունենք ծայրային թլիպի կամ առնանդամի գլխիկի ախտարում նմուշարված բացասական պատասխան, խոսակ անամնեստիկ տվյալների հավաքագրման արդյունքում պարզվում է նմուշարումը իրականացված է միզուկից։ Մենք ունենք նաև մի պատկեր, որ աղջիկները շատ հաճախ ունենում են այդ կանձիլոմաները անոգենիտալ հատվածում եւ ասում են սեռական կյանքով չեմ ապրել։ Ինչից կարա լինի։ Նայեք, նախկինում դիտարկում էր, որ եթե մենք ունենք անալ զոնայում ու եղել է անալ հարաբերություն, դիտարկում էր որպես սեռական ճանապարհով փոխանցվող խնդիր։ Ներկայում դա ոչ այնքան միանշանակ է, որովհետև եթե մենք ունենք այլ տեղակայման HPV դրսևորումներ, դա կարա դիտարկվի որպես աուտոինոկուլյացիա, այսինքն մի տեղից մյուս տեղը տեղափոխվելու արդյունքում, բայց դեպքերի իհարկե ճնշող մեծամասնությունում, եթե կա անամնեզում անալ հարաբերություն, ապա հավանական պատճառը հենց անալ հարաբերությունն է։ Դոկտոր ջան, եթե HPV-ն դրական է գալիս, ինչ պետք է անի անհատը։ Որն է ճիշտ Դա մոտեցումը։ ամենահաճախ էլի տրվող հարցերից է, շատ հաճախ էլ ունենում ենք հակառակ պատկերը, երբ որ պանիկայի մեջ պացիենտը զանգում է, որ մենք գտել ենք ձեզ, լսել ենք ձեր մասին, մենք ունենք HPV, ու պարզվում է, որ մենք իրանք ունեն ոչ թե HPV դրսևորումներ, այլ իրանք ունեն ընդհանրապես HPV դրական պատասխան։ Ես նման դեպքերում ասում եմ հարգելիս, մենք բուժում ենք պացիենտին ոչ թե լաբորատոր հետազոտության արդյունքը, մատ եկեք հասկանանք, դուք այդ լաբորատոր հետազոտության արդյունքի զատ դուք ունեք կլինիկական դրսևորումներ, թե ոչ։ Բնականաբար, եթե կան կլինիկական դրսևորումներ, նորից հետ գալով բուժմանը պետք է նշենք, որ բուժական մեթոդները միտված են այդ ավել գոյացությունների կամ մարդու պապիլոմավիրուսի դրսևորումների լավացմանը, բայց չկա դեղորայք, որը կազդի մարդու պապիլոմավիրուսի վրա։
Բնականաբար, եթե չկան կլինիկական դրսևորումներ, սահմանվում է դինամիկ հսկողություն, եթե անջատվել է օնկոգեն շտամ, դինամիկ հսկողության ընթացքում կրկնակի հետազոտությունները կամ օրինակ կանանց դեպքում դա շատ լավ խթան է հանդիսանում, որ ասես հարգելիս, դուք ձեր ըստ սահմանված օրացույցի պարբերաբար հանձնեք այդ փափկսուկը կամ պարբերաբար հանձնեք նաև այդ HPV սկրինինգները եւ որորը որ կլինի բացական, մի նայեք, որ դուք տարիքով մեծ եք, արդեն սկսել եք սեռական կյանքը, պատվաստվեք, կանխարգելեք, որովհետեւ մենք արգանդի պարանոցի ունենք երկու կանխարգելման տարբերակ։ Վաղ դեռահասության տարիքում դա պատվաստումն է եւ արդեն ուշ տարիքում, ավելի բարձր տարիքում, ուշ չասենք, դա փափկսուկի հետազոտությունն է։ Ցավոք սրտի երևի թե վիճակագրությամբ նույն կատեգորիայի անձինք են, ովքեր որ հրաժարվում են պատվաստումից, մոտապես նույն անձինք հրաժարվում են նաև փափկսուկից, որը որ համարվում է ռուտին հետազոտություն։ Դոկտոր Ջան, շատ շնորհակալ եմ հետաքրքիր եւ ինֆորմատիվ զրույցի համար եւ վերջում մեր խորհուրդը հետևորդներին ինչ անել, որպեսզի առաջին հերթին կանխարգելել, HPV-ն եւ երկրորդը, եթե արդեն կա, ինչ անեն։ Արկա կանխարգելման լավագույն տարբերակը, արդեն մենք այն տարիքային խմբում ենք, որ պետք է մտածենք մեր երեխաների մասին, որովհետև մի քիչ միգուցե միտքը կարող է շատ տարակուսելի հնչի, բայց եթե մեր ծնողները մեր մասին ժամանակին չեն մտածել, մենք գոնե մտածենք հաջորդ սերունդի մասին, միանշանակ պատվաստվել։ Նորից նշեմ, որ ես ինքս պատվաստվել եմ, չնայած որ պարտադիր չի, շատերը ասում են դա միայն կանանց եւ աղջիկների համար է, բայց միանշանակ պատվաստվել։ Դա կանխարգելման լավագույն տարբերակն է։ Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ ունեն մի քանի կանխարգելման, այսպես ասած, գրված կամ չգրված օրենքներ, չունենալ պատահական հարաբերություններ, չունենալ մեկից ավելի զուգընկերներ, եւ եթե սեռական հարաբերությունը անխուսափելի է, իհարկե ես չեմ պատկերացնում դա ոնց է, դրա միակ տարբերակը դա բռնության ենթարկվելն է, ապա օգտագործել պահպանակ։ Դա սեռավարակների կանխարգելումն է, որը որ մեզ պաշտպանում է նաև այդ թվում մարդ պապիլոմավիրուսի հաճախ հանդիպող դրսևորումներից, բացառապես մաշկ-մաշկ կոնտակտները եւ իհարկե հաջորդ տեսակը արդեն, որ մենք խոսելու ենք մարդ պապիլոմավիրուսի ավելի վատ խնդիրների կանխարգելմանը, այնտեղ մի օրենք գրված, էլի չգրված, ոնց ուզում ենք դիտարկենք, եթե մենք սեռական հարսեռական հատվածում տեսնում ենք մի բան, որը որ դուրս է նորմայի հասկացողությունից, լինի դա ավել գոյացություններ, լինի դա մաշկային դեֆեկտներ, լինի դա վերքային մակերես, խոցաերոզիվ փոփոխություններ կամ ցանկացած բան, որը չի տեղավորվում նորմա հասկացողության մեջ, ապա դա ահազանգ է դիմելու բժշկի, ստանալու մասնագիտական բուժօգնություն, խորհրդատվություն, կարիքի դեպքում հետազոտություններ, հաստատելու կամ հերքելու այդ թվում նաև մարդու պապիլոմավիրուսը։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շարունակելի։